Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել է, որ եթե պարզվի իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առարկության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք, ասել է Փաշինյանը։ Գորիսում հունիսի 2-ին բացվեց Ֆրանսիայի Պատվո հյուպատոսի գրասենյակը։ Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Գորիսի քաղաքապետը, մարզպետը ու Ֆրանսիայի Պատվո հյուպատոսը։ Պատասխանելով հարցին, թե ինչու Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն Պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց, որն իր կարգավիճակով ավելի ցածր է, բացմանը մասնակցող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ասել է, թե հարցը ռետորական է ձևակերպված։ Սա իրապես քաղաքական շատ կարևոր արձանագրում է, որ այսօր Ֆրանսիան Գորիսում եւ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում բացում է հյուպատոսական գրասենյակ, որը ղեկավարելու է Պատվո հյուպատոսի կողմից, նշել է նա։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց վարչապետ Փաշինյանի վերջին օրերի բառապաշարը։ Հարց ունեք ԵՊ-ի հետ կապված, խնդրում եմ դրա հետ կապված, ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ ԵՊՀ-ում հանդիպել է ուսանողների հետ։ Լրագրողների հարցին, թե եթե ուսանողներն այդ մասին հետաքրքրվեն, էլի չեն պատասխանելու, Հովհաննիսյանն ասել է, որ ուսանողները ազատ են տալու իրենց հարցերը։ ԵՊՀ ռեկտորը անպատասխան է թողել հարցը, թե արդյոք ինքը հաշտ է վարչապետի քննադատություններին ուղղված հայ առաքելական եկեղեցուն եւ նրա հոգեվորականներին։ Օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել գերմանական Լայպցիգում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացածքի վարժության եզրափակչում։ 32-ամյա մարմնամարզիկը երրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Նույն ժամանակ Արթուր Ավետիսյանը օղակների վարժության եզրափակչում զբաղեցրել է երրորդ տեղը։ 17-ամյա Համլետ Մանուկյանն էլ դարձել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն։ Ռուսական շոու բիզնեսի հայտնի բլոգեր եւ երգչուհի Վալյա Կարնավալը սոցցանցի իր էջում կիսվել է անձնական կյանքի նորությամբ, ակնարկելով, որ ընտրյալ ունի, որն էլ ազգությամբ հայ է։ Նա Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է սիրո խոստովանություն հայերենով. «Ես քեզ շատ եմ սիրում»։ Հետևորդներից շատերը մեկնաբանություններում կիսվել են կարծիքով, թե վստահ են, որ այս նամակը գրվել է հենց Կարնավալի սիրելիի կողմից, ով էլ հայ է։